Եվրոպայի 40 երկրներ արվեստի, պատմության ու գիտության ավելի քան 2000 թանգարաններ այդ օրը մայրամուտից մինչ ուշ գիշեր բաց են հասարակության լայն խավի համար։ Սա կարծես մի նախապատրաստական գործողություն է հանդիսանում թանգարանների միջազգային օրվան նախորդող։ Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով իրականացվող միջոցառումների շարքը շարունակվեց Գյումրիում ու Վանաձորում, որի նպատակն է հասարակությանը ներգրավել ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային մշակութային կյանքին։ Մենք փորձեցինք անցյալ տարի Գյումրիի թանգարանները կազմակերպել գիշերային միջոցառումներ, մասամբ հաջողվեց, մասամբ չի, բայց այս տարի ես նկատում եմ, որ շատ ակտիվ աշխատել են բոլոր թանգարանները, պատրաստել են շատ հետաքրքիր ծրագիր։ Թանգարանները լինեն ոչ թե միայն ուղղակի ցուցադրության նմուշներ, որ մարդիկ գան, տեսնեն եւ ճակերտավոր ասեմ դառնա սառը միջավայր, այլ թանգարանը ինքը ակտիվ լինի եւ մատուցի համայնքին ծառայություններ։ Գյումրու բոլոր թանգարաններում տարբեր միջոցառումներ էին տեղի ունենում։ Մհեր Մկրտչյանի հարկի տակ հավաքվել էին Կարամուրզայի անվան երաժշտական քոլեջի ուսանողներն ու դասախոսները։ Երաժշտական միջավայրում հիշում էին Մհերի կյանքից հիշաժան դեպքերն ու դիտում ֆիլմեր, նկարներ։ Սա արդեն թվաբանություն չէ, սա արդեն իրողություն է, որ մենք այսօրվա օրը լեցուն հասկացնում ենք միջոցառումներին զուգահեռ այցելուների թիվը շատ մեծ է եղել, ընտանիքներով Երևանից, նույնիսկ Սերբիայից։ Թանգարանի վերին հարկում գեղագիտական կենտրոնի փոքրիկ նկարիչներն էին, ովքեր փորձում էին մեծն դերասանի իրերը նույնությամբ պատկերել կտավի վրա։ Կստացվի թե ոչ, դա այդքան էլ մտահոգիչ չէ, կարևորը իրենց նախաձեռնությունն ու մասնակցությունն է, նշեց թանգարանի տնօրենը։ Իսահակյանի տանն էլ հավաքվել էին տարբեր երաժշտական կրթօջախների երաժիշտ պատանիներ։ Թանգարանի այցելուների համար կազմակերպելու գեղեցիկ երաժշտական երեկո։ Շարունակենք մեր համատեղ աշխատանքը, ոչ միայն թանգարանային գիշերով միայն սահմանափակվենք, այլ մյուս օրերին նույնպես հետաքրքիր միջոցառումներով մշակութային կյանքը ներկայացնենք։ Իսահակյանի հարևանի տանն էլ այցելուներ շատ կային։ Այստեղ էլ օրը բովանդակալից ու հետաքրքիր էր անցել, նախատեսվում էր ուշ երեկոյան անցկացնել ինչ որտեղ երբ խաղը։ Մենք հետաքրքիր մի այսպես դիրքորոշում ենք վերցրել, մենք ցանկանում ենք այնպես անել, որ թանգարանները դառնան ուսումնական տարածքներ։ Եվ այսօր այդ ինչ որտեղ երբ խաղը, որը ուսուցողական է, միտված է դրան։ Կազմակերպիչների հավաստմամբ 2 տարի առաջ մեկնարկած այս նախագիծը կունենա շարունակություն, եթե մշտապես թանգարաններն ու մշակութային կենտրոնները պետական հոգացության ու հասարակության ուշադրության կենտրոնում լինեն։ Նելի Քալաշյան, Տիգրան Կասաբյան, Գալանյուս։